Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Հարգելի պատգամավորներ, գործընկերներ, քաղաքացիական հասարակության հարգելի ներկայացուցիչներ, ի սկզբանե նշեմ, որ ինչպես արդեն տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, մարտի 1-ի վերաբերյալ քրեական վարույթը քննչական կոմիտեի վարույթում չի գտնվում եւ չի քննվել եւ ներկայումս էլ չի քննվում, հետեւաբար այս առումով ձեր հարցերը կառուցելիս կխնդրեմ գործի առանձին փաստական տվյալների հետ կապված հարցադրումներ չուղղել, որովհետեւ ըստ էության վարույթն իրականացնող մարմինը, նորից եմ նշում, Հակակոռուպցիոն կոմիտեն է, բայց այնուամենայնիվ տեղեկացնեմ, որ այս տարվա մեջ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նաև քննչական խումբ կազմվեց երկու քննչական մարմինների հետ համատեղ, ըստ էության նաև քննչական խմբում ներկայումս ընդգրկված են նաև քննչական կոմիտեի քննիչները, ովքեր որ որոշակի դրվագներով նաև ակտիվ նախաքննություն են իրականացրել, եթե ձեզ հետաքրքիր է այդ մասով ես որոշակի հարցերի կպատասխանեմ։ Խոսելով սույն թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից հրապարակված Ֆարմանյան եւ այլ ընդդեմ Հայաստանի վճռի մասին, նախ պետք է նշեմ, որ կոնվենցիոն որոշ հասկացությունների մեկնաբանության արդյունքում դատարանը արդեն տեղյակ է արձանագրել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի մասնավորապես դրա երկրորդ պարբերություն ներկայացված ուժի կիրառման բացարձակ անհրաժեշտության չափանիշի խախտման, ինչպես նաև նույն հոդվածի ներքո պետության վրա դրված արդյունավետ եւ անհապաղ քննություն իրականացնելու պարտականությունները չկատարելու հանգամանքը։ Ուժի կիրառման բացարձակ անհրաժեշտության անդրադառնալով դատարանը վերահաստատել է կոնվենցիայի երկրորդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը, կապելով այն պետության իր իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները ապահովելու պոզիտիվ պարտավորության հետ։ Անարդյունավետ քննության շրջանակներում դատարանն արձանագրել է, որ որպեսզի քննությունը համարվի արդյունավետ, այն նախ եւ առաջ պետք է լինի համարժեք, նպատակամղված լինի փաստերի պարզմանը եւ պատասխանի այն հարցին, թե արդյոք տվյալ իրավիճակում ուժի կիրառումը եղել է արդարացված, թե ոչ, ինչպես նաեւ նույնականացնի եւ պատժի մեղավորներին։ Դատարանն անդրադարձել է նաեւ քննությունն անկախ անձանց կողմից չիրականացնելու, տևական լինելու, վարույթի նյութերը զոհերի հարազատներին հասանելի չդարձնելու, վերջիններից 3-4 ամիս անց իրավահաջորդ ճանաչելու հանգամանքին, ինչը նշանակում է, որ նրանք այս ընթացքում զրկված են եղել քննությանը մասնակցելու եւ այդ կարգավիճակում իրենց իրավունքներն իրացնելու հնարավորությունից։ Պետք է փաստեմ, որ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված եւ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեատատավարական օրենսգիրքը, որը խարսխված է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության վրա, էապես բարձրացրել է ենթադրյալ հանցանքների քննության ընթացակարգի որակը, ապահովելով քրեական վարույթի իրականացման առավել արդյունավետ կարգի կիրառումը, միաժամանակ զուգորդելով այն անձի իրավունքների եւ ազատությունների ուժեղացված պաշտպանության հետ։ Հետևաբար չեմ խոսափի ասել, որ մինչև մի ետ քննարկվող որոշման հրապարակումը օրենսգիրքն արդեն իսկ իր համալիր կարգավորումներով լուծում է տրվել արձանագրված մի շարք խնդիրների։ Դրանցից մի քանիսին կանդրադառնամ։ Օրինակ, օրենսգրքով տուժողի հասկացությունն էապես փոխվել է, ազդելով նրա կարգավիճակի բովանդակության վրա, օրենսգիրքը նախկին իրավակարգավորման նմանությամբ հնարավոր է համարում, որ մահացած տուժողի իրավունքներն ու պարտականություններն անցնեն մեկ այլ անձի, սակայն ի տարբերություն նախկին օրենսգրքի այդ անձը ճանաչվում է հենց տուժող, այլ ոչ թե տուժողի իրավահաջորդ, քանի որ օրենսգիրքը վարույթային հարաբերություններում իրավահաջորդության գաղափարը չի ընդունում։ Այս իրավակարգավորման հիմնական առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նշված ձևաչափով տուժող ճանաչվելուց մեկից ավելի հավակնորդների առկայության դեպքում ընտրվում է ոչ թե դատախազի կամ դատարանի որոշած անձը, այլ այն մերձավոր ազգականը, որի թեկնածությունն իր համաձայնությունն առկայության դեպքում պաշտպանում են մյուսները։ Օրենսգիրքը սահմանում է, որ մահացած տուժող կամ տուժողի ճանաչվելու ենթակա անձի փոխարեն տուժող ճանաչվում է նրա մերձավոր ազգականներից որպես կանոն միայն մեկը, ինչից հետևում է, որ նշված անձանց վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում կարգավիճակով վարույթին կարող է ներգրավել մեկից ավելի անձինք։ Բնականաբար, այս ընթացակարգով տուժող ճանաչված անձի համար կան տուժողի իրավունքների եւ պարտականությունների իրականացման ողջամիտ սահմանափակումներ, սակայն գլխավոր նորաբանությունն այն է, որ այս անձը կարող է հարցաքննել ոչ թե որպես վկա, ինչպես նախկինում, այլ միայն որպես տուժող։ Օրենսգիրքն ընդլայնել է նաեւ միջդատական վարույթի ընթացքում տուժողի տրամադրվելիք փաստաթղթերի շրջանակը,
Այսուհետ նա իրավունք ունի իր խնդրանքով անվճար ստանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական եւ վարորդային այլ գործողության արձանագրության, այդ թվում դրա հավելվածի, ինչպես նաեւ փորձաքննություն նշանակելու մասին որոշման եւ փորձագետի եզրակացության պատճենները, այնիշ նախկին օրենսգրքով մինչեւ նախաքննության ավարտը դուժողը համապատասխան արձանագրություններին կամ փորձաքննության վերաբերող փաստաթղթերին կարող էր միայն ծանոթանալ։ Գործող օրենսգիրքը, ինչպես գիտեք, հրաժարվել է նաև նախաքննության ժամկետ սահմանելու օրենսդրական կարգավորումից, թեև օրենսգիրքը նախաքննության ժամկետներ չի սահմանել, բայց նախատեսել է միջդատական վարորդի ժամկետի ողջամտության երաշխավորման ուղղված քրեական հետապնդման ժամկետներ, որոնք անմիջականորեն կապված են քրեական վարորդում մեղադրյալի հայտ գալու հետ։ Այս կարգավորումն ունի երկակի նշանակություն, մի կողմից այն ստիպում է նախաքննության մարմնին դրսևորել պատշաճանասիրություն եւ կոնկրետ անձի մասով միջդատական վարույթն ավարտել մինչեւ համապատասխան վերջնաժամկետի լրանալը, իսկ մյուս կողմից հանդիսանում է երաշխիք, որպեսզի միջդատական վարույթում նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ողջամտության տիրույթից դուրս երկար չտևի։ Հաջորդը դատարանն արձանագրել է նաև, ինչպես նշեցի, անկախ անձանց կողմից քննություն իրականացնելու անհրաժեշտությունը։ Քննություն իրականացնող անձին ոչ միայն ինստիտուցիոնալ առումով պետք է անկախ լինեն, ինչպես նշել է դատարանը, այլ նաև փաստացի անկախ լինեն այն անձանցից, որոնք ներգրավված են եղել իրադարձությունների մեջ։ Չանդրադառնալով գործը քննած մարմնի անկախության իրավական հիմքերին, հարկ եմ համարում ընդգծել, որ նոր օրենսգրքի քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումների համաձայն բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակել է հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար։ Խոսելով անաչառ եւ արդյունավետ քննության մասին, չեմ կարող չընդգծել, որ քննչական կոմիտեն անում է հնարավորը քննիչների կողմից իրականացվող նախաքննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ քննչական կոմիտեում ինքնավոր պաշտոն զբաղեցնող անձինք Արտադրության ակադեմիայում անցնում են համապատասխան դասընթացներ, բացի այդ, խոշտանգումների վերաբերյալ վարույթներով արդյունավետ եւ անկողմնակալ քննություն ապահովելու նպատակով դեռևս 2022 թվականի հուլիսին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կառուցվածքում ձևավորվել է խոշտանգումների եւ պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունը։ Նշված ստորաբաժանման քննիչները դարձյալ պարտադիր վերապատրաստումից զատ լրացուցիչ վերապատրաստումներ եւ դասընթացներ են անցնում նաեւ միջազգային գործընկերների աջակցությամբ կազմակերպվող դասընթացների շրջանակներում, ընդ որում նաեւ ուսումնասիրում են մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները։ Ես իմ խոսքը ավարտում եմ, ըստ էության նաեւ ես նշեցի, որ քննչական կոմիտեում նաեւ քննիչները ներգրաված են քննչական խմբում, այս ընթացքում նաև քննչական կոմիտեի քննիչները նաև իրականացրել են բազմաթիվ հարցաքննություններ, առգրավումներ, անհրաժեշտ ապացուցողական եւ այլ վարորդային գործողություններ, նաև հենց մեր քննիչների կողմից կատարված քննության արդյունքում նաև բացահայտվել է նաև այլ հանցագործության վերաբերյալ դեպք, որը ըստ էության նաև հետագայում կազդի մի շարք անձանց արարքների քրեիրավական որակման վրա, այսքանը, եթե հարցեր ունեք, խնդրեմ հարցերին պատասխանեմ։ Ես ավարտեցի։